մենք չունենք ընդդիմություն, հաջողորդ, ասեմ դες, դու մի զայրաց, այսօր զայրիցի ալիք է, դու ընդդիմություն չես ընտրել, դու ընտրել ես ռևանշիզմ և ընտրել ես ԿՊ, ԿՊ-ն կառավարողն է, հեղափոխություն արել, հետնես եղել, ինչպես նաև մենք ենք օգնել, էլի, մնացածը ռևանշիստներ են, դա ռուսական սեգմենտ է, հիմա ընդդիմություն, որ որոնում ես, ընդդիմություն ընտրել ես, թե աշխարհով մեկ եմ ասում, պատասխանեք, իսկ պետք է պատասխան տաք, որովհետև այդ բոլոր ես ձեզ ասել եմ։ Համառորեն ընդդիմություն բառը օգտագործում եք, ռևանշիզմը չէ, հատկապես լրատվամիջոցները, չգիտեմ ինչի, բայց այդպես է։ Իհարկե դա կարող եմ բացատրել, բայց հիմա կոմպրոմիս աշխատեց, բայց կոմպրոմիս աշխատել է ընտրությունների ընթացքում, երբ որ ուրեմն քաղաքացիական պայմանագիրը վարչապետի գլխավորությամբ ստացել այսքան տոկոս եւ երկու ռուսական բրոքսիները ստացել են այսքան։ Բայց ես ձեզ ասում էի, որ Հայաստանը չունի պարլամենտարիզմ, ունի պարլամենտ, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանի հանճարեղ ձեռամբ ձևավորվել է անկախ կուսակցությունների քանակից երկու բևեռ, մեկը իշխանականն է, մեկը այն ժամանակ նաև իշխանությունն է նշանակում եւ այսպես մնացած իշխաններ լինում կարևոր չի, այսինքն երկու փաստորեն խմբերի մեջ է եղել, այսպես շարունակվում է, հեղափոխությունը կարծես փորձեց խախտել այդ սխեման, բայց չկարողացավ, որովհետեւ ընտրությունների այդ ընթացքում առաջանում է հիստերիայի մի վիճակ, ժողովուրդը սարսափի մեջ է գնում այն բանաձևով, որ հրեշ է գալիս է կամ ուրեմն վերադարձ է տեղի ունենում եւ բևեռանում է։ Այս բևեռացումը թույլ չի տալիս պարլամենտարիզմի առաջացում եւ այդ իմաստով այնտեղ կոմպրոմիս առաջացել, որն է հայաստանյան իշխանություն եւ ռուսական իշխանություն։ Ես ասել եմ, կրկնեմ, այդ ուժեղ Հայաստան եւ այլն դեն Հայաստանը մնացած երկրորդական դարձավ, սա պետտուման է, ռուսական պետտուման Հայաստանի ազգային ժողովում է, ինչի մասնեք իչեք, իբր թե չգիտեք, իբր թե չեք ուզում իմանաք, իբր թե չեք հասկանում, կամ չեն ինչ-որ մեկը չի հասկանում, որ Մոսկվայից ուղարկված օլիգարխը, որը հանձնարարություն է կատարում, ուրեմն կարող է Հայաստանին նպաստ առանց Ռուսաստանի շահերը հաշվի առնելու հարց լուծել, մանավանդ որ Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը անհամատեղելի են, գոնե անհամատեղել են Արցախի ամայացումից հետո, որը ռուսական նախագծով եղել։ Այդ Շարլ Ալիևի նրա մի կծեք Էրդողանի մեջ մի բերեք Պակիստան, չգիտեմ, Ինդոնեզիա, այդ բոլոր բլեֆ է, դա ռուսական նախագիծ է եւ իրականացել է Լավրով Բելանով։ Հիմա ինչ եմ ասում սա, հեսա տեղի ունեցել, իսկ մնացածը սահմանադրական է, քայլը կատարվել է, կոմպրոմիսը ընտրություններում առաջացել է, մի ահավոր բաց թողումը, որի մասին ես ասել եմ, ազգային ժողով երկու ընտրություններում էլ դեմոկրատական կամ ժողովրդավարական ուժեր չեն անցնում, այսինքն նրանք, ովքեր հեղափոխության աջակից ուժ են եղել, ճիշտ է, իրենք չեն արել, բայց առանց իրենց է շատ դժվար է եղել, դժվար է ասել, կլներ թե չէ։ Հիմա այս հատվածը չի եղել, պիտի զարմանայիք, այս անգամ այդ ոնց եղավ, 3 կուսակցություն 3%-ի ձայներ չստացան, այդ ինչ մեխանիզմ է, ինչ է, գոնե 4-5-ը չկա։ Իմաստուն տգետների մի խումբ կա, սկսում են սոցիոլոգիան բան, տգիտության բանն է, սոցիոլոգիան երբ որ կառավարվում է Հայաստանում, իսկ կրթությունն էլ մակերեսի վրա է, այդ բոլորը բանը դառնում էլ, ոնց ասեմ, փաստարկների հիմքից զուրկ է լինում, եւ այսպես իմ Լավ, մնացած համանadrական արտառոցը ինչն է, եղած վիճակի մեջ, որ եվրո ինտեգրումը պիտի ղեկավարի մոսկովյան օլիգարխիան, Կիրիենկոն պիտի ղեկավարի այդ հանձնաժողով միանշան կասկած չունենալ։ Իսկ մարդու իրավունքները պիտի պաշտպանի Քոչարյան Ռոբերտ Տիրախմբու։ Այստեղ է պարադոքսը, եթե դրանք հաստատվել են եղել, վերջացել է։ Մնացած ամեն ինչ նորմալ է, այսինքն դրանից հետո դա լինի։ Այսինքն դուք կարծում եք, եթե եվրոինտեգրումը հանձնաժողովը Բա դրանք ծնվել են ինչքան եմ, այս խմբերը այդտեղ խոչընդոտներ են լինելու 100%, բան չի համար են վերցրել, թե չէ եվրոինտեգրումը ուր, ուրեմն այդ Սամվելը ուր, ինչ եվրոինտեգրում։ Բայց այստեղ էլ մի հարց կա, որի մասին ես դուք կհիշեք, որ երբ որ
քարյակը եղավ եվրոպական քաղաքական ակտիվացման, ՓԺԳ-ն եղավ ակտիվ մասնակցեց, բայց երբ որ երյակ եղավ կոնկրետ հարցը դրեց, մենք կողքի կանգնեցինք, հիմա կարող եմ ասել ինչի համար, փաստարկուն էինք, որովհետև ինձ թվում էր եւ դա հիմա ես ապացուցում եմ բացարձակ ճիշտ դուրս եկա, որ այդ եվրոինտեգրման հանրաքվեի հարցը պետք էր օդից կախած թողել ամեն անգամ սպառնալիք ռուսների դեմ, որ եթե հանգարց համահանես, էսե հանրաքվե կանենք։ Միշտ իշխանությունը, կուսակցությունը, քաղաքական գործով զբաղվողը գործիքակազմ պետք է ունենա։ Բայց հիմա Ռուսաստանն է Հայաստանին ստիպում, որ հանրաքվե անցկացնի այդ հարցը։ Հանրաքվեի հարց չի էլ։ Դե չէ նրանք օգտագործում են, այդ ուրիշ բան են ասում, օգտագործում են։ Հիմա այդ բանը են երյակի բանը, ոչինչ չի, այսինքն դա մտադրությունների մասին հանրաքվե, որը ոչ մի գործնական նշանակություն եւ այլն չունի, բայց լավագույնս Մոսկվայի ձեռին գործիք է անընդհատ ասի Եվրոպա հետ դնում ես գտեսնեք, ուրեմն կարտոֆիլ չպետք է վաճառեք, ուրեմն էս չպետք է լինի, այն չպետք է լինի։ Այսինքն եղավ մի բան, որը շահեց Մոսկվան։ Ես ինձ թվում է, որ իշխանությունը երկար ժամանակ որ չէր գնում այդ բանին, ես այդպես էի հասկանում, իմ նման էր մտածում, որ դա մնա օդի մեջ կախված, որ սա կանենք, իսկ որ դա մնում է, դուք ունենում եք մանևրի հնարավորություն ուժի օգտագործում եւ այլ, ոչ թե գլուխ կովելու, որ մենք արել ենք, արեք, դե չեն անում, ինչ եք անում։ Որովհետեւ այդ օրենքի մեջ այդ բանն էլ չկա, ասենք ինչ գործնական ինչ նշանակություն ունի, իսկ որ մի մարդուն բարձի, որ մարդիկ կուզենան այսինքն ինչ բարձեք, որ Եվրոպայում լինեն այսօր քաղաքակրթություն կա, տնտեսություն կա եւ այլն։ Ուրեմն այս մեր մասն է։ Երկրորդ մասը կա հետեւյալը, իսկ եվրոպական կառույցները մեր ձգտումների օրինականացման որևէ քայլ, ոչ թե օգնություն, ցույց տալիս են, իշմար անում են այդ կներեք այդ բառի համար։ Ես իհարկե այդ դրա համապատասխանը չեմ կարող ունենալ, որովհետև դա լինում է կուլիսների հետևում, դա Հայաստան չի էլի, դեմ անես վարչապետի դեպի չէր խոսում, կամ ճիշտը խոսի եւ այլն։ Գիտեք, քաղաքականությունը ստվեր այն մասուն է, որտեղ այդ խմորվում է ամեն ինչը։ Ես կարծում եմ, որ մեր դանդաղելու իշխանությունը պատճառը երաշխիքների բացակայությունն է, որը շատ վատ է։ Դե Մոսկվան ինքն էլ է նույնն անում, իր համար այդ ամեն ինչ անգիր գիտի, որ երաշխիք չկա, պատին դեմ անենք, մանավանդ էս բաներն են։ Այսինքն դուք եւս համարում եք, որ ոչ թե եւս, այլ որ երաշխիք չկա Եվրամիությունը։ Կարծում եմ չկա, բայց լինելու է։ Բայց դա ինչ է լինելու։ Եթե այսպես հիմա վերադառնանք 14 թիվ ասեմ ձեզ։ Հիշում եք ուղղաթիռի խոցումը մեր Սերան Օհանյանն էր, չէ՞, որ մեզ խոսում է պաշտպանություն, ուղղաթիռը խոցեցին, երեք մենք ուրեմն մեր զինվորականների մահ ունեցանք, 3-4 օրում հազիվ դուրս բերեցին։ Ես այն ժամանակ հարցազրույց էի եղել թեքեա մշակութային միջունում ասել են, որ պատրաստվեք պատերազմի։ Արցախյան հարց այլևս խաղազարգացում չունի։ Հիմա ում ասես, ասում է ոչ մեկը չգիտեր։ Ոչ մեկը չգիտենալու հաճի, նախանց խոսելը, տգետ գործանել, նայո գործակալի գործան։ Դրանք պետության համար արժեք չունեն։ Ուրեմն դրանք պիտի լսել, վերլուծել եւ այլն։ Հիմա ինչ եմ ասում, բայց պատրաստվեցին 14 թվից մինչև 20 թիվը։ Հետո արդյունքի վրա կարող եք ասել, ես մեկը ծախեց։ Ծախողը այդ 14 թվին որ որոշում չկայացրեց անտես տեղերը, ոչ թե լինի հայտարարի մի հատ մամլո ասուլիս ունի զոքանչով բանով Երևան, որ իրենք ինչ հանճարեղ են, այս ինչ են, այս ինչ շարունակվեց երկրի կողոպուտը, ուրիշ կերպ հետո կանգնեցիք կրախի առաջ։ Հիմա ասում են, դե երբ չկար չբարդող ասես, որ չկար։ Իրանը կռվում է ելք ուրիշ, ամերիկացիք ուրիշ ելք էին ուզում, Իրանի ելքը բոլորովին ուրիշ է ստացվում, Գազայում ուրիշ, այսինքն ոչինչ չանես, հետո ասես դե այդպես էլ պետք է լիներ։ Այս ճակատագրապաշտությունը, ֆետիշիզմը եւ այլն, հայության տունը քանդում է եւ քաղաքականության մեջ ինչ ասեմ, վիրավորելու համար չեմ ասում, տգիտությունը խեղդում է, քաղաքականություն չի իմանալ։ Հիմա բայց
Հիմա այս եվրոինտեգրման հարցում ինչի եք դա։ Ուրեմն Եվրոպան գնալը պիտի ղեկավարի իբրև թե ես միշտ էլ ասում մենք չենք գնում Եվրոպա, այլ Եվրոպան ինքը գալիս է եւ այդպես էլ եղավ, եւ էլի է լինելու, Սամվելը պիտի մեզ Եվրոպա տանի, իսկ Քոչարյան Ռոբերտն է մարդու իրավունքները պիտի պաշտպանի, հանձնաժողովները, պատկերացնում եք, դե ուրեմն երջանկացեք, բայց ես ուզում եմ ասել պետք չի այդպես միանգամից վայ էս ինչ եղավ դա լինում է այնպես ինչպես լինում է եղավ այնպես ինչպես ցեղասպանության ձեզ ասում էին մարդիկ որ սուս մնացեք Թալիատն է ասել Վարդգեսին որ սուս մնացեք կկոտորենք սուս մնացեք ռուսներից հեռու մնացին հիմա ուր է Հայաստան Վարդգես ուր է Զոհրաբ ուր է հա հիմա կանք հետո ես երկրորդ մասը ասեմ ես մի քանի ամիս առաջ չէ հիմա ես որ ասում եմ արել եմ դրա համար եմ ասում բակուսակցություն նրա համար անի եւ ասի նաեւ երբ որ չեն լսում քաղաքական գիծ չի ձևավորվում որտեւ իմաստունները նստած են մի մասը իհարկե են ովքեր որ կառավարվում են դրսից նրանց ուրիշ է այնտեղ Մարիա Զախարովան ասում է պարկեք կպարկեն կանգնեք կկանգնեն դա խնդիր չի մնացածի մասին խոսքը ես ասել էի եւ թվեր էի ասել ժամանակին որ նացիզմը Գերմանիայում հաղթել է Հիտլերը Ստալինի օգնությամբ սովետական Ռուսաստանն է Հիմա դուք սովետական բան են անում, իբր թե դրանք ռուսները չեն։ Հիտլերին իշխանության բերել են, նպաստել են, բերել են ռուսները։ Ռուսներն են բերել։ Հետո ինչ ստացվեց ուրիշ բան է, էս մեկ։ Երկրորդ մասը, ինչը որ մեր մոտ էլ նույնն է լինում, տեսեք, նացիզմը Գերմանիայում հաղթել է դեմոկրատական ընթացակարգով։ Ոչ մի խախտում չի եղել։ Քվե դեմոկրատիա ընդրություն եւ այլն եւ Հիտլերը հաղթել է մնացած ռուսների հետ մանիպուլյացիաների միջոցով ինչն է զարմանալու դրա համար էլ ասում էի որ այս ընդրությունները լրջորեն պիտի անցկացնել եւ չպիտի կանգնել ընդդիմությունը միանա ինչ որ մի բան է հանածել Լևոն Տեր-Պետրոսյանից մի հատ ուզում ես այստեղ փռշտաս միանգամից միացեք միավորվեք ասում ես լսիկ Ում հետ միանան, ինչի միանան, ինչու չլինեն առանձին լինեն, ինչն է հարցը, ինչու եք փագուղի մտցնում ամեն ինչը չեղած ժամանակ։ Բայց չմիացան, չէ։ Չմիացան, բայց որ միանային 4% չէին հանել։ Իսկ որ առանձին գնացին ինչ արեցին։ 3% են ստացել, այսինքն այստեղ չի եղել ուրիշ բան, եղել է հիստերիա, որովհետև ես չեմ եղել, ասեմ հետո վերջի պահին ինչու, որովհետև ես տեսա, որ ժողովուրդը զանգվածորեն ԿՊ-ի հետ է գնում, այս մի մասը, մյուսը գնում է մերը գնում է Նիկոլի ուրեմն ձայն տալու այդ վիճակի համար։ Ես էլ գիտեն, որ մենք էլ օգնել ենք եւ այլն, խնդիր չտեսանք, որտեղ նախ այդ բանն էլ կանգնեցնել էլ խոսքը հնարավոր չէր, դա ձևավորված է։ Ուզում եք հիմա բան չանենք, ողբերգություն չսարքենք, ասեմ, որ այո, ես ձեզ զգուշացրել եի, որ նացիզմը Գերմանիայում հաղթել է ռուսների օգնությամբ եւ ես ասել եմ նրանք այս մանիպուլյացիաների վարպետներ են Այդ վարպետությունը խաղացին նաև այստեղ։ Հայաստանում ինչից եք զգուշացնում հիմա։ Հիմա զգուշացնում եմ հետևյալին։ Եղած վիճակը թույլ է տալիս բալանսի քաղաքականությունը ուրեմն շարունակել, բայց ավելի վարպետ ձևով, ավելի վարպետ հավասարակշռությունները հաշվել, քայլերն անել եւ աչքը դեպի Ռուսաստան։ Ինչու՞։ Ռուսաստանը ինքը գնում է անկում, դա իմ ցանկությունով չի, ձերով ոչ մեկով չի, Պուտինի ցանկությունով չի, ինքը փտախտով մեռնում է այդ երկիրը։ Հասկանում եք ոնց է։ Հիմա գնում է եւ այս ընթացքում երկու անգամ եղել է ռուսները կամավոր թողել են գնացել։ 17 թվին թողին գնացին, այն ժամանակ գաղթականները ռուսների զինվորներին փաթաթվում էին, փեշն էին քաշում, մի գնացին, ոմեր չէին արցնում, էնելին ձևով գնացին, երկիրը Թուրքին հանձնելուց, մաքրել տալուց հետո, այդ ձև էլ գնացին, հետո եկան, երբ որ իրենց պետք էր, եկան հայ դավաճանների, տագանքների միջոցով, առանց նրանց երբեք չեն եկել, մեր երկիր։ Ուրեմն սա երկրորդ անգամ Ելցինի ժամանակ էր հիշում եկել անգնացին եւ ինչի են հումոր էին անում չասում են մենք էսքան չարչար իհարկե մենք արցախյան
ազատամարտով ենք եղել, մենք անկախության լավ կռիվ չենք տվել, եթե տվել ենք, բոլորս ենք հիշում դա, մեր Արցախի խնդիրը մեր ոտքերին փաթաթված էր արդեն 88 տվից երկրաշարժ եւ այլն, բայց ինչ էին ասում ղրղեզները գիշեր արթնացան, բարձվեց որ իրենք անկախ են, խաբարը չէին, այսինքն հերրու էր կյանքը, տաջիկներ եւ այլն եւ անկախ են։ Այս երկրորդ տարբերակն էլ են, Ռուսաստան փրկություն ունի այդ իմաստը, բայց մենք չէ որ պիտի արագացնենք, մենք չէ որ պիտի դանդաղեցնենք։ Դրա համար սիրուն ինչ պիտի արվի արտաքին քաղաքական կոնցեպցիայի մեջ ես կարծում եմ որ արևմուտքի իշխանությունների հետ խոսակցությունների այս բանը պիտի բացատրել իրենց եւ իրենք շատ լավ գիտեն մեր քաղաքական պատմությունը, քան իրենք շատ լավ գիտեն Հայաստանի քաղաքական պատմությունը, Հայաստանում քաղաքական պատմությունը գիտի շատ մերը իրականը 1%-2%-ը։ Դա ողբերգություն է մեզ համար, բայց այդպես է։ Հիմա ինչ-որ նոր պատմություններ են հնարում, ելնում են, չգիտեմ ինչ է խոսում։ Մի խոսքով, բայց դա թողենք մի բանի վրա։ Հիմա սա մեկ պիտի անվտանգության երաշխիքների համար Ամերիկայից կարճած պիտի մնա տրիպլ շարժման մեջ է, անպայման Ֆրանսիա եւ այլն։ Եվ երկրորդը երկիրը նախապատրաստել ներքին փոփոխությունների համար։ Բայց եթե դուք Արարատյան դաշտը չեք պատրաստել ֆերմերային տնտեսությունը արտահանման համար, էլ շուկա հետ, տեսակ որ շուկա տվին։ Շուկա տվել են չունեք ապրանքը համապատասխան։ Այսինքն նրանք բարյացական բացել են դարբասները, բայց ստանդարտ պիտի ապահովեք։ Ինչքան եմ ասել, քանի տարի առաջ ճանապարհներ են պետք, եւ որտեղ որ երկիր ունի ճանապարհ, նա վերակառուցման կամ պատերազմի համար է պատրաստվում, ուրիշ օրենք չկա այստեղ։ Ուրեմն սա պիտի արվի, երկրորդը մեր համալսարանական կյանքը պիտի աշխուժացվի։ Հիմա տեսեք ինչ հրաշալի բաներ են լինում, չէ՞, այս չիպեր եւ այլն են, ինչ որ կա թրիփ, ես հարց եմ տալիս, որ համալսարանն է սպասարկելու այս բան ամերիկյան տեխնոլոգիան, որ համալսարանը, որ դատարան առանց կաշառքի աշխատելու է, որ իրավագիտության ֆակուլտետն է ձեզ համար տալու, չէ առանց փողի ավարտած ուսանող։ Մի 5% միշտ գցեք։ Ուզում եք ասեք հիմա միայն այդպես։ Հիմա մենք մասնագետներ չեն։ Ինչի, մասնագետը չէ, շահառություն կա։ Իհարկե, եթե որտեղ փողը աշխատում է, այնտեղ լավ մասնագետ ինչ որ կարող է լինել, չի կարող լինել, բայց դա չի նշանակում անհաններ չեն կարող լինել։ Ուրեմն ինչն է ասելիքս, երկիրը ներքին վերափոխումների արմատական կարիք ունի եւ դա պիտի արվի պլանավորումով, ծրագրավորումով, ոչ վաղը հանգարց բավոր անեն, որպեսզի ստանդարտին համապատասխան լինի եւ Ուկրաինան էլ տարբերակ չունի, քան Ռուսաստանի հարցը փակի։ Չունի Ուկրաինական ժողովուրդը ողբերգություն է ապրում, բայց այդ ողբերգության մեջ բոցերի մեջ ծնվում է Գերմանիայի, Ֆրանսիայի տիպի մի պետականություն եւ դա ծնվելու է։ Ուրեմն այստեղ փոխսիջում չի լինելու։ Տեսեք ինչքան փորձեցին այն ճակատում Ուկրաինա-Ռուսաստան փոխսիջման տանել, այն մեկը ձև է անում իբր թե չի ուզում ռուսների մասին է խոսքը, դեպի ուզեք, տնտեսություն չունեք, բան չունեք։ Հետո ինչքան հարիվ պետք է ճարեք մի կռիվ սարքեք, որ սրանց էլ տանեք, ճակատ կռվեցնեք։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ այս եվրոինտեգրում նահանջ է եղել, այդ նահանջը բնական է մեր բարակայում։ Եվ լինելու է նահանջ, եթե մենք այս հանձնաժողովի իհարկե նրանք գիտեք ինչն է հարցը, այս մարդիկ ոչ թե գոկտագործեն, բարձ է որ գոկտագործեն, իրենց խնդիրը Մոսկվայի տրվածքով սաբոտաժն է պետականության։ Ռուսները հայկական պետականություն այն գլխից Պասկևիչի ժամանակից ժխտում են ու ժխտելու են։ Հիմա էլ բանը, էլ եւ միություն, էլ միութե չկա այդ ծևի բան։ Առաջի հանրապետություններ, եթե չլներ Սևրի գործընթացի մեջ, եթե չլներ այս հանրապետություններ չէր լինելու։ Ուղղակի ճար չունեին, բոլշևիկների մասին է խոսքը, այն հանրապետությունը կիսեցին, տվեցին թուրքին, վրացուն եւ այլն, ադրբեջանցի սարկեցին, տվեցին, բայց այս կան ինչ-որ բան պիտի մնար, որովհետև դա համաշխարհային հայկական հարցը, համաշխարհային քաղաքականության հարց է։ Վտանգ եք տեսնում այս հանձնաժողովների ձևավորման արդյունքում։ Վտանգ եք տեսնում, հետընթաց եք տեսնում, որը ինքնին վտանգ է։ Խանգարելու են, բայց մենք ինչքանով ենք պատրաստ դրան գնալու համար, դրա համար
ինչ ասեմ, այսպես ձևակերպեմ միտքս, որտեղ դե բարձր ուրիշ բան լինելու են։ Երեք դեմքերը փայլում էր եվրո ինտեգրողները, ովքեր ստանում էին հանձնաժողովը։ Սաբոտաժ են անելու, բարձ չէ ինչ է լինելու։ Մարիա Զախարովան թե չէ կսպանի։ Սրանց բոլորին կսպանի։ Հետո մենք չենք, որ մեզ չլսեն բանը իբրտես։ Երկիրը պետք է նախապատրաստել ինչ ասեմ, բազմավեկտոր բալանսի քաղաքականություն, ինչպես ներսում, այսինքն ազգային կոնսենսուսի փորձեր անել եւ արտաքին քաղաքականության մեջ վարպետացնել, որտեղ հիմքերը դրված են եւ այդ դեպքում պետք չի աղմկա, այսինքն մենք գնացել հասել ենք երևակայական մի տեղ, որտեղ մեր կարողությունները չեն, հիմա հետ են գալիս ինչ որտեղ, այստեղ եւ կարողանալ ես ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանությունների վրա ահավոր ճնշում է եղել այս բաների կոմպրոմիսի համար, հանձնաժողովներ, բաներ։ Այնպես որ կյանք շարունակվում է, ինձ մեզ չէ պետք խոհեմ լինել եւ լսել մասնագետներին։ Այսինքն այստեղ դուք պայքար եք տեսնում, որը համար պայքար է, մենք անկախության պատերազմ Արցախյան հիշեք, ազնիվ լինենք։ Արցախյան ազատամարտի ժամանակ դրա համար էլ այդ պատմությունը մնաց ազատամարտ, ոչ թե պետականամարտ, չէ, ազատամարտ թերթ էինք տպում եւ այլն, եւ ժողովուրդը այդպես էլ ընկալում էր եւ այն կռիվներ չկար, որ անկախություն բան, այդ Լևոն Տեր-Պետրոսյանի խմբի մեջ է բլեֆը, որ մենք անկախության կռիվ ենք տալիս, բա որ անկախության կռիվ ենք տալիս Ղարաբաղով, ինչի եկաք իշխանության, ինչու հաջորդ օրն ասեցիք, որ ուրեմն Արցախի հարցը լուծում չունի։ Բլեֆ է մեջ է, դա։ Այդ չեմ ասում մեր հարցը արհեստական եղել, ես դա չեմ բաժանում։ Այն խնդրեմն եղել է, բայց գնացել է ճանապարհը, դրա համար հիմա երկիրը պետք է խորքի իմաստով շուտ քաշել, մի հատ լավ ծրագրավորումով շարժվել առաջ, որպեսզի անկախությունը դառնա հիմնավոր